Հավանաբար նկատած կլինեք, որովհետև տնտեսության հետ կապված անդադ ելույթներ եք ունենում, հարցազրույցներ եք վարում, որ մեր գյուղատնտեսությունը, որ բավական ռիսկային գյուղատնտեսություն է, ամեն տարի աճում է մոտավորապես 1.5%-ով։ Ես միևնույն ժամանակ որպես մշտապես կառավարության չզեկուցվող հարցերը նայող մարդ տեսնում եմ, թե այդ չնչին աճին զուգահեռ այս կառավարությունը բյուջեից որքան փող է հատկացնում գյուղատնտեսությանը սուբսիդիայի անվան տակ եւ հարց առաջանում։ Կամ այդ սուբսիդիան իրենք ճիշտ տեղ չեն ուղղորդում, որը արդյունք չունենում, կամ չգիտեմ ինչ են անում։ Ես կպատասխանեմ հարցին, ընդ որում հարցի զգալի մասը պատասխանը դուք ձեր հարցապնդման առաջին մասում տվել եք։ Ընդհանրապես սուբվենցիան ինչ է դա։ Սուբվենցիան ներկա իրավիճակում հանդիսանում է քաղաքական վերնախավի, իշխանությունների եւ տեղական մանր մունր ֆեոդալների, այսպես ասած, զուգորդման մի քայլ։ Այսինքն ինչ է սա, նաև քաղաքական տողատակ ունեցող գործիք, բյուջեի փողը տալիս եմ քաղաքական նպատակադրումով։ Բացարձակ քաղաքական տողատակեր ունեն, որ նույնիսկ ոչ տողատակեր, այլ տողերով բացարձակ դա կատարվում է սերտաճում։ Այդ մանր մունր ֆեոդալները ընդհանրապես ինչ է սուբվենցիան եւ ինչպեսի տեսք ունի նա հայկական իրականության մեջ։ Սուբվենցիան որպես կանոն դա համաֆինանսավորման կատարվող գործառույթներ են, աշխատանքներ են, որ ինչ որ մի համայնքի ղեկավարը խոշորացված կամ փոքր համայնքի ղեկավարը ներկայացնում է որևէ ծրագիր։ Այս ծրագրերը որպես կանոն ինչ որ դպրոցի ընդհանրել տանիքի վերանորոգման աշխատանքներ են, ինչ որ ջրագծի աշխատանքներ են եւ սրանց մեջ ինովացիոն, տեխնոլոգիական առաջընթացի ոչ մի տար չկա։ Դրա համար տնտեսությունը չի աճում, այսինքն փողը բյուջեից դուրս է գալիս, բայց դա տնտեսության վրա դրական էֆեկտ չի ունենում։ Բնականաբար չի ունենալու, որովհետև մենք գիտեք ոնց է փողը ծախսում ենք, փողը դուրս է գալ բյուջեից, ընդհանրում դժվարությամբ հավաքված, ես կարող եմ ասել, նույնիսկ քերված այդ հարկերի տեսքով գումարները գալիս են, նրանք փոշիացում են, որովհետև նրանք տեխնոլոգիական առաջընթացի բաղադրիչ ընդհանրապես չունեն։ Եվ մի օրինակ բերեմ, այստեղ կա միջազգային փորձ եւ օրինակ չինական, նաեւ որոշ ասիական երկրներում կա մի մոտեցում, դա կլաստերներն են։ Կլաստերները փոքր արդյունաբերական համալիրներն են, որոնք հիմնականում ստեղծվում են, տեղակայվում են գյուղական բնակավայրերի մոտ, որովհետեւ աշխատանքի բաժանման հարցը լուծեն, աշխատուժով ապահովելու հարցը լուծեն, եւ այդ կլաստերները իրենց հետ բերում են գիտատեխնիկական առաջընթացի նորույթներ եւ այդ նորույթները օգտագործելով նրանք կարողանում են արտահանման միտված ճյուղեր ստեղծել եւ այդ արտահանման համար ստեղծած արտադրանքը եվրոպական շուկաներում, ամերիկյան շուկաներում, ել չեմ ասում թե զարգացած, թույլ զարգացած երկրներում հաջողություն ունի, պահանջարկը բավական է։ Մեր մոտ այդ հնարավորությունը կար, այո, նման կլաստերներ ստեղծելու, արդյունաբերական փոքրիկ մինի ծառայություններ մատուցող նոր տեխնոլոգիաներ, նոր արտադատեսակներ ստեղծող, որը չեն արել, որովհետև այս ամբողջ գումարները փոշիացում է քաղաքական լոյալություն ստանալու համար։ Նախ արտահանմանը չմիտված ծրագրերի համատեքստում ես ուզում եմ հիշեցնել նաև վիճակագրական վերջին տվյալները 2025-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 40%-ով, արտահանումը նվազել է 49.2%-ով, ներմուծումը 33.5%-ով։ Սա ձեր ասածին որպես փաստ թվեր։ Իսկ հիմա պետական բյուջեի փողերը քաղաքական նպատակահարմարությամբ ծախսելու համատեքստում։ Տեսեք, մենք տեսնում ենք մի դեպքում այս կառավարությունը բարձրացնում է հարկերը։ Անընդհատ ասում են, հա տնտեսվարողներն ասում են, քերում են մարդկանց, որ տանեն բյուջե։ Լավ, տարան բյուջե, ինչ են անում։ Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ օրինակ պետք է տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն կատարեն եւ ուղևորափոխադրում, բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին սուբվենցիաներ տան զարգանալու համար։ Բյուջեից փող տան բիզնեսմենին ասեն գնա զարգացի։ Իդեպ դա 2026 ընտրություններից առաջ։ Նիկոլ Փաշինյանենք որոշում են, որ օրինակ բյուջեի փողերը, որոնք հարկերը քերելու միջոցով հավաքել են, պետք է տալ այս կամ այն գործարարին, ասեն ապրանքը տարտահանի Եվրամիություն, ապրանքը տարտահանի Իռլանդիայի թագավորություն, մենք քեզ կաջակցենք ֆինանսապես։ Այսինքն սրան ստացվում է, որ բյուջեի փողը Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը ծախսում է
գործարարների հետ համագործակցելու համար, նույն քաղաքական լոյալությունը ապահովելու նպատակով։ 2 տարի առաջ Հայաստանի բյուջեից տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գործող կազմակերպություններին տվեցին դրամաշնոր։ Դրամաշնոր տվեցին այնպիսի կազմակերպություններին, որոնք կամ նոր էին գրանցված եւ մի 2-3 շաբաթ հետո նրանք ոնց գրանցվել են, այդպես էլ անհետացան, այնու գումարները բավականին մեծ գումարներ էին։ Դրանից զատ այդ ցուցակը գլխավորում են 2 կազմակերպություն, որոնք մեկը բելարուսական ծագումներ նախքին, հիմա այդ մարդիկ արտագաղթել են Եվրոպա, եւ որոնք մասնաճյուղեր ունեն ԱՊՀ-ի համարյա բոլոր զարգացած երկրներում, առավելապես Ղազախստանում եւ նախկինում Ռուսաստանում, այդ կազմակերպության կապիտալը, մոտավորապես ցուցակված կապիտալը, թե չեմ սխալվում, $5 միլիարդ կարգի։ Բայց Հայաստանի բյուջեից փող է ստացել։ Հայաստանի բյուջեից այդ կազմակերպությունը ստացել էր, եթե չեմ սխալվում, $840-850 հազար որպես օգնություն։ Ընդ որում, բավականին ծիծաղաշարժ, այն զավեշտին մոտ իրողություններ են արձանագրվել, որ կազմակերպություն, որը աշխարհահռչակ է, աշխարհահռչակ մոտավորապես կես տրիլիոնի չափ ակտիվներ ունի, այդ կազմակերպության դուստր ձեռնարկությանը եւս տվել էին դրամաշնոր օգնություն։ Ինչի համար։ Քաղաքական լոյալություն դարձյալ։ Այստեղ քաղաքական լոյալության հարց չէ, այստեղ մենք ունենք նաեւ, գիտեք որ անտեղյակության, ապիկարության։ Դուք կարծում եք ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է անտեղյակ, Փաշինյանն է անտեղյակ, որ բյուջեից այդքան փող են տալիս այդ կազմակերպություններին։ Նու կոնկրետ այդ գումարները տրվել էր բարձր տեխնոլոգիայի նախարարության կողմից։ ԲՏԱ նախարարություն, Մխիթար Հայրապետյան կամ նրանից առաջ եղած։ Սա անտեղյակություն է, թե ընդհանրապես խնամի ծանոթ բարեկամին առաջ տանելու տարբերակ։ Ես կարող եմ վստահ պնդել, որ խնամի ծանոթ բարեկամները այս մասով չկա, որտեղ այդ կազմակերպությունները աշխարհի բոլոր երկրներում աշխատում են, բայց մենք ունենք ապիկարության սինթեզ հնարավոր հավանաբար սֆերային գործարքների հետ նաև։ Տեսեք, ես երբ խոսեցի տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, դա անցյալ 5 շաբթի կառավարությունը որոշման տեսքով ընդունել։ Երբ խոսեցի գործարարներին Եվրամիություն իրենց ապրանքները արտահանելու համար բյուջեից փող տալու մասին, դա դարձյալ կառավարության որոշում է, հունվարին են ընդունել։ Ես այստեղ կհիշեմ նաև բյուջեի փողերը Անիֆին տալու դեպքը, իդեպ օրերս Անիֆը հռչակվեց սնանկ ընկերություն, միլիարդավոր դրամներ բյուջեից տրվել են այս ընկերությանը։ Հիմա եթե մենք այս բոլորը հավաքում դնում ենք իրար կողք, ամենևին էլ ապիկարություն չի։ Սա ընդհանրապես պետական բյուջեի թալան է, մի քիչ ուրիշ ձևով։ Մի քիչ ուրիշ։ Իհարկե, թալանի հետ կապված այդ դիտարկում եք անում, ժամանակներ անցել են, երբ որ թալանչիները ավազակախումբ էին ստեղծում եւ ճանապարհները թալանում են, ում որ պատահի։ Հիմա ժամանակները այլ են։ Հիմա թալանի հետ կապված, թալանի բաժանման հետ կապված կան բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ, կան անանուն մնալու ինկոգնիտո տարբերակով ֆինանսական այդ տրանսֆերները կազմակերպելու հնարավորություններ եւ կարելի է ասել, որ հարցերի պատասխանը մենք կունենանք միայն այն դեպքում, երբ այս ավանդական տնտեսություն դեպի գնացող հին ավանդական ավատիտիրական տնտեսություն գնացող Հայաստան Հանրապետություն փոխվեն իշխանությունները եւ իշխանությունները փոխվելուց հետո բնականաբար հարյուրավոր տնտեսական հանցագործությունների գործեր են քննվելու եւ վերջիորճը մենք կհասկանանք ինչու են ենթադրենք այդ նույն մաքսատուրքից ազատումը տալիս որևէ կազմակերպության, մյուսին չեն տվել, ինչու են միջև հիմա տարածքային այսպես մենաշնորհային դիր ստացած այդ հանրախանութների ցանցերը տնտեսվարում, ծաղկում, զարգանում այն դեպքում, երբ նրանց նկատմամբ կարելի էր օրինակ նույն Ֆրանսիայի օրինակով իրականացնել սոցիալական զսպման քաղաքականություն առանձին ժամեր կամ առանձին օրեր աշխատելու կամ չաշխատելու հետ կապված։ Սրանք հարցեր են, որ մենք դեռևս դրանց մասին կատարում ենք դատողություններ, բայց փաստերը եւ փաստերի վրա հենված իրական պատիժը, հենց որ ինչպես ասում են Դաստոևսկու հերոսները ոչիր եւ պատիժը, այս ոչիրները, որ հիմա տնտեսական բնույթի դյութվում են, այս ոչիրները իրենց պատիժը գտնելու են։ Անպատիժ մարդ չի մնալու։